հետևյալ դատողություններից որի հետ եք համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, հա, եւ հասկանանք։ 7.3%-ը նշում է, որ Հայաստանի Հանրապետությանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, այսինքն համաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս նախաձեռնության հետ։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ, եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Մենք այստեղ բերել ենք նաև նախորդ փուլերի տվյալները, երբ որ մենք անդրադարձել ենք այս խնդրին, փետրվար 25, հուլիս 2024 եւ հունվար 2024, եւ տեսնենք ամենանվազդ ցուցանիշը երբ է եղել է հուլիս 2024 թվականին եւ բերել ենք նաև այն ժամանակվա հարցի ձևակերպումը, թե ինչ իրադարձություններից հետո մենք դա հարցրել։ Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ պարագայում, երբ որ մենք հարցրել ենք այդ հայտարարությունից հետո, միայն 3.3%-ն է ասել, որ պետք է դա համաձայնվել, այսինքն այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող մեսիջները հստակ վերում են նրան, որ մեր հասարակության մեջ այդ հակազդեցությունը մեծանում է։ Հիմա նույն այս հայտարարությունները եւ այս վերջի 2-3 ամսվա ընթացքում գնալով հաճախակի այդ հարցի բարձրացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերել են եւս ցուցանիշի նվազմանը, տեսնենք հունվարի 24-ին, երբ որ միայն Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ պետք է փոփոխություն լինի, հունվարի 24-ին 13.4%-ը ասել են, որ միգուցե պետք է փոփոխվի դա սահմանադրությունը, բայց երբ որ կան այդ հայտարարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մենք ունենում ենք նվազագույն ցուցանիշներ եւ նվազագույն համաձայնություն մեր հասարակությունում, որ պետք է փոփոխվի, այսինքն ես կարծում եմ, այստեղ նայեք հուլիսի 80.3%-ը նշել է, որ պետք է մնա անփոփոխ, հա, որ մեր հասարակությունը մերժում է այդ արտաքին թելադրումները եւ սա պետք է հաշվի առնվի հետագա եւ իշխանության կողմից եւ նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրենք ցանկություն ունեն իրականում խաղաղություն հաստատել, ապա իրենց կողմից են տորպեդահարում այդ նախաձեռնությունը։ Եվ ամենահետաքրքիր հարցը կարծում եմ, որ ձեզ բոլորին ուզում է, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն,